Ողջույն սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ Աֆել Արմենիա YouTube-ն ալիքի եթերում վարկյաններ առաջ տրվեց եւս մեկ խաղային շաբաթվա մեկ տարկու արդեն առաջին հանդիպումը շաբաթվա մրցում է առաջին հանդիպան ժամանակ մրցում են միմյանց դեմ Watford-ն ու Everton-ը էլիտ լիգան ներկայացնող երկու թիմերի անչափ հետաքրքիր հանդիպում է այս դիմակայությունը խոստանում մեզ այս առաջիկա 50 րոպեների ընթացքում հիմա արդեն թիմերը Ավել ճիշտ կլինի ասել տվյալ պայն Watford-ը փորձեց գրող կազմակերպել, բայց չստացվեց ու քննարկը կլինի Everton-ի ֆուտբոլիստերին։ Կա մրցավարի սուլիչի իրականացված է եզրային նետումը եւ եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Watford-ից։ Դարպասը պաշտպանում է Լևոն Խաչատրյանը։ Համար 1 Նայդի Պետրոսյան, համար 2 Հմայա Կաթայան, համար 3 Գևորգ Կարուշանյան, համար 7 հիմա Սիմոնյանի փորձը հերվից, բայց բարձր ստացվեց։ Շահունակ են Watford-ի հայտարարությունը Հայկ Պողոսյան, համար 8 Արամ Եսայան, համար 11 Միքայել Երանոսյան, համար 15 Արմեն Մանուկյան, համար 21 Կարեն Սիմոնյան, համար 22 եւ Նարեկ Էկտուբարյան, համար 49։ Տարօրինակ իրավիճակի հիմա խաղադաշտում հասկանանք ինչ է կատարվում, այո, հիմա արդեն ամեն ինչ կարգին է, կարծես փոփոխություն են նախապատրաստում Watford-ի ֆուտբոլիստները, բայց ոչ, Եսայան նմանած խաղադաշտում, իսկ հիմա արդեն ծանոթացնում է Everton-ի հայտարարությունը Արամ Ղազարյանը կա հայտարարությունում, բայց այս պահին դարպասը պաշտպանում է Ռաֆայել Վարդանյանը, համար 1, Դավիթ Սարգսյան, համար 3, Յուրի Հակոբյան, համար 8, Մանուկ Մուրադյան, համար 9, Ռևիկ Եղեզարյան, համար 11, Արամ Անտոնյան, համար 17, Անդրանիկ Պողոսյան, համար 20, Միքայել Պողոսյան, համար 23։ Այո, թիմերը էլիտ լիգայում արդեն իրենց, այսպես ասած, իրենց համար բացման հանդիպումը անց են կացրել, երկու թիմերն էլ մեկական հանդիպում արդեն անցկացրել են էլիտ լիգայի շրջանակներում, առաջին տուրում Watford-ը զիջեց Manchester City-ին նվազագույն հաշվով 1-0 պարտություն կրեց առաջին տուրում, իսկ ահա Everton-ը շատ հետաքրքիր է, այսօրվա մրցող երկու թիմերն էլ իրենց մեկ հանդիպումը անց են կացրել հենց Manchester City-ի դեմ պայքարում, այո, Everton-ը կարողացավ հաղթանակի հասնել City-ի նկատմամբ իր առաջին խաղում 3-2 հաշվով, այնտեղ Մուրադյանի դուբլի շնորհիվ Everton-ը վերջում այսպես ասած կշերքի նժարի կողմը շրջեց ու կարողացավ պարտության մատնել City-ին, մեկ անգամ էլ խաղադաշտում աչքի ընկավ Ռևիկ Եղեզարյանը շատ գեղեցիկ կատարած հարվածով ու այդ 3 գոլերի շնորհիվ Այդ 3 գոլերի դիմաց այսպես ասած City-ն ընդամենը 2-ը կարողացավ պատասխանել 3-2 Everton-ը վաստակեց առաջին տուրում իր առաջին 3 միավորները էլիտ լիգայի շրջանակներում Watford-ն էլ չունի առայժմ վաստակած ոչ մի միավոր եւ կարող է այսօր իսկապես Watford-ը փորձել իր առաջին միավորը կամ միավորները վաստակելու մասին իսկ եթե կարողանա Everton-ը հաղթանակի հասնել ու ունենա 6 միավոր շատ վստահ արդյունավետություն կունենա մրցաշարային աղյուսակում կստացվի այնպես որ երկու անցկացած հանդիպումից հետո Everton-ը կունենա 6 միավոր ճիշտ այս պահին մրցաշարային աղյուսակում արդեն կան թիմերը ովքեր վաստակել են 6-ական միավորներ դրանք 3-ն են Ինտերը Վիլյարեալը Լեռնային Արցախը այս 3 թիմերը երկու հանդիպում արդեն անց են կացել ու տարել նույնքան հաղթանակ բայց հանդիպումներ էլ կան, որ դեռ պետք է կայանան, օրինակ Ատլետիկո Երևանը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացել իր էլիտ լիգայի շրջանակներում, մի խոսքով էլիտ լիգան նոր է մեկտարկել, ամեն ինչ դեռ առջևում է, դեռ երկար ամիսներ, այսպես ասած, թիմերը պայքարի մեջ են լինելու ու տեսնենք այս երկու թիմերը, իդեպ նշեմ, նախորդ էլիտ լիգայում հանդես չէին գալիս Watford-ը այն ժամանակ Երկրորդ դիվիզիոնում էր հանդիսանում, իսկ նմանատիպ արդյունավետություն գրանցելուց հետո, որը Watford-ը կարողացավ երկրորդ դիվիզիոնում ունենալ, արդեն այս տարի էլիտ լիգան ներկայացնում, իսկ Manchester ոչ Everton-ը ներողություն, ոչ թե Manchester City-ն, այո, այնքան City-ից խոսեցինք այս առաջիկա րոպեների ընթացքում, տպավորությունն այնպիսին է, որ մենք կրկին Watford Manchester City հանդիպումն ենք դիտում, Everton-ն էլ առաջին էլիտ լիգան է անցկացնում իր համար նախորդ մրցաշրջանում իհարկե չմասնակցեց Everton-ը էլիտ լիգային ու հա արդեն տեսնենք նոր ուժերով, թարմ ուժերով, այսպես ասած, ինչ պայքար կառաջարկի Everton-ը ուժեղագույններին լավներ այս փոխանցումը Եսայանն էլ ավելացեց գնդակի ընթացքը, բայց ուղիղ Վարդանյանի ձեռքերին բաժին ասավ այստեղ գնդակը երկու թիմերն էլ իդեպ մասնակցում էին Winter Cup մրցաշարին, երկուսն էլ շատ լավ հանդիպումներ անցկացեցին, այո, այնպիսի հանդիպումներ, որ քիչ հավանական էր կանխատեսելը նույնիսկ երկու թիմերն էլ Անտոնյան վտանգավոր է, հիմա հարված ենք տեսնում ու սա էլ Everton-ի վտանգավոր պատասխանը, բայց Անտոնյանի կատարած հարվածը
շեղությամբ ստացվեց, այո, երկու թիմերի մասով շարունակեն միտքս, երկուսն խմբային փուլը շատ հաջող անցկացրեցին, Էվերտոնը կարողացավ խմբայինը հաղթարել երրորդ հորիզոնականով, Վոտֆորդի խմուն զբաղեցեց 4-րդ հորիզոնականը, եթե չեմ սխալվում, այո, կարծես 4-րդ հորիզոնականով հաղթարեց Վոտֆորդը խմբայինը կամ 5-րդ էր, հստակ հիմա ավելի ստույգ կասեմ, ու կարողացավ երկուսն էլ դուրս եկան փլեյով 1-8 եզրափակիչ, որտեղ նոր երկու թիմերն էլ իսկապես շատ լուրջ մրցակիցներ առաջացան թե Վերդերի համար Էվերտոնը, թե Գլադբախի համար Վոտֆորդը, բայց Գլադբախը կարողացավ մեկ գնդակի առավելությունը պահել, այսպես ասած, Վոտֆորդի դեմ խաղում, դիմակայության առաջի խաղում խոշոր հաշվով հաղթելուց հետո իսկ պատասխան դիմակայության մասին խոսեմ, Էվերտոնը Վերդերին ընդհանուր զիջեց երկու գնդակի տարբերությամբ 6-4 գրանցվեց այդ դիմակայությունում ընդհանուր 7-8 Վերդերի ֆուտբոլիստերի ու Էվերտոնը 1-8-ից լքեց պայքարը, Վոտֆորդն էլ շատ իսկապես հետաքրքիր ու գեղեցիկ, այսպես ասեմ, դիմակայություն կստացվեր, եթե կարողանար հաղթարել Բորուսիա Մյունխենգլադբախի արգելքը այնտեղ, ովքեր դիտում էին այդ հանդիպումը, փաստեն կարելի ասել Վոտֆորդը առաջին հանդիպումից հետո մեծ հաշվով շանսեր չուներ, քանի որ կրել էր պարտություն խոշոր 5-1 հաշվով, բայց պատասխան խաղում կարողացան վերադառնալ խաղ, հեղինակեցին 4 գնդակ, հետո մեկը բաց թողեցին այսպես ու ընդհանուր առաջին խաղում գրանցվեց 5-1 հաշվով, պատասխան խաղում Վոտֆորդը հաղթեց 4-1 հաշվով, բայց այդ մեկ գնդակի տարբերությունը այդպես էլ չստացվեց Վոտֆորդի մոտ ետ բերել Եվ որն է շատ հետաքրքիր, Վոտֆորդը 4 գնդակները հեղինակեց պատասխան խաղի առաջի խաղակեսում ու երկրորդ խաղակեսում բախտը չժպտաց, այսպես ասենք, այո Վոտֆորդի ֆուտբոլիստերին այդ մեկ գնդակը ետ բերել ու դիմակայությունում առնվազն հավասարություն մտցնել։ Եթե ստացվեր իհարկե արդեն 11 մետրանոց հարվածաշարով բարդ է ասել Գլադբախը օրինակ կհաղթարել Վոտֆորդի արգելքը թե ոչ, նույնը կարող եմ իհարկե ասել Էվերտոնի մասով Էվերտոնն էլ առաջին խաղում կրեց պարտություն 3-1, բայց պատասխան խաղում հաղթում են 3-2 գնաց շորթը խփելու հետևից Էվերտոնը, բայց հակագրահով բաց թողեց հենց երրորդ գնդակ ու այդտեղ արդեն ամեն ինչ ավարտվեց։ Արդեն ժամանակի տեսանկյունից Էվերտոնը վերջին րոպեներն ու չէր կարող երկու գնդակ ետ բերել, չուներ խաղաժամանակ Էվերտոնը այդ խաղում։ Իսկ այստեղ այս խաղում այնպես չէ որ գնդակների տարբերությունը, այսպես ասած, մեծ էական նշանակություն ունի, հատկապես մրցաշարային աղյուսակում այս պայդրությամբ, որտեղ թիմերը դեռ նոր իրենց երկրորդ տուրի հանդիպումն են անցկացնում ու իհարկե մենք այսօր կանխատեսում ենք բաց ու հետաքրքիր ֆուտբոլ, դիտարժան ֆուտբոլ, ինչի համար իհարկե միայն ու միայն ցանկալի կլինի այդպես լինի ու տեսնենք այսօր երկու թիմերն էլ որքանով նմանատիպ ֆուտբոլ կմատուցեն մեզ Վարդանյանը վերցրեց այստեղ գնդակը նետում դեպի Մուրադյանը, լավ անցում ստացեց Մանուկ Մուրադյանի կողմից ու հիմա հակագրոհում է Էվերտոնը, տեսնենք այս գրոհը ինչ կտա Էվերտոնին լավն էր մտահղացումը, բայց չասավ գնդակը Պողոսյանին հիմա միայն ստացվեց կիսա փոխանցում, կիսա հարված Անտոնյանի դրվագում, բայց արդեն ուժեղ ստացվեց այդ գնդակը Պողոսյանի համար ու արդյունքում գնդակը Խաչատրյանը մտցնում է խաղի մեջ երկար փոխանցում, այստեղ էլ առաջին Էվերտոնի ֆուտբոլիստներն են, իսկ հիմա արդեն Վոտֆորդը փորձում է տակտիկական գրոհներից մեկը կազմակերպել, բայց Երանոսյանի համար այս փոխանցումը բավական ուժեղ ստացվեց, խաղանկեր Պողոսյանի կողմից կատարած ու արդյունքում գնդակը կորցրեցին Վոտֆորդի ֆուտբոլիստները Եղիազարյան, այո իսկապես շատ գեղեցիկ գնդակ խփեց Եղիազարյանը Սիթիի դեմ խաղում, ովքեր դիտել են այդ գնդակը իհարկե կփաստեն, խոսքերս ովքեր չեն դիտել խորհուրդ են տալիս դիտել Էվերտոն Մանչեսթեր Սիթի հանդիպումը AFL YouTube-յան ալիքի եթերում ու վարձապես հիանալ Ռևիկ Եղիազարյանի խփած գնդակով, այստեղ այո Պողոսյանը հասցրեց հեռացնել գնդակ, այլապես արդեն եթե Անտոնյանը կարողանար շրջանցել այս իրավիճակում Պողոսյանին բարդ է ասել Աթայանը կհասցնել Պողոսյանին փոխօգնության գալ թե ոչ Եզրային իրականացված է Մուրադյան այստեղ Մանուկյանը մաքուր գործեց, այո, չկար խաղի կանոնների խախտում Մանուկյան ուղարկեց գնդակը Սիմոնյանին Լավն էր փոխանցումը Երանոսյանի ուղղությամբ, բայց Վարդանյանը հասցրեց այստեղ միջամտել ու թույլ չտալ Երանոսյանին հարվածել, իսկ հիմա դա անում է Պողոսյանը, բայց
Դարպասաձողն է այստեղ էլ օգնում Էվերտոնի ֆուտբոլիստերին, Վոթֆորդը այսպես պատասխանեց Էվերտոնի քիչ առաջ տեղի ունեցած գրոհին ու ստացվեց այո այս իրավիճակում անարիք վայել դարպաս Էվերտոնի տեսանկյունից հիմա արդեն Ռաֆայել Վարդանյանը գնդակը խաղարկում է Եղիազարյանի հետ, այսօր Եղիազարյանը պաշտպանության կենտրոնում է կարծես տեղ զբաղեցել, այո դեպի Անտոնյանը կրկին Եղիազարյանի ուղղությամբ էր ուղղված գնդակը եւ այստեղ կորցրեց գնդակը Էվերտոնը հետո էլ խախտեց Եղիազարյանը խաղի կանոններից սկսա արագ գրո Էվերտոնից ու առաջին գնդակ տուտենք այս խաղում ներողություն Վոթֆորդի կողմից այո բացված է հանդիպան հաշիվը 1-0 Վոթֆորդը բացում է դիմակայության հաշիվը Այո, բացված է հանդիպան հաշիվը, Արաբ Եսայանը բացում է այս դիմակայության հաշիվը ու հիմա արդեն տեսնենք Էվերտոնը ինչպես կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին, այո, արագ տեղադրեց Վոթֆորդը գնդակը արագորեն խաղարկեցին Տուգանային ու այսպես խնդրեմ Եսայանը օգտվեց իր արվածային հնարավորությունից եւ կարողացավ բացել այս դիմակայության հաշիվը, տեսնենք Էվերտոնի պատասխանը ինչպես է ստացվելու Նայիրի Պետրոսյանն է գնդակով Արոշանյան թողեց գնդակը Եղիազարյանին գնդակի տեղափոխություն դեպի ձախ Գևորգ Արոշանյան վարքյանները առաջնա դուրս եկավ խաղադաշտ ու հիմա տեսնենք ինչպես է փորձելու օգտակար լինել Վոթֆորդին գրոհների ժամանակ իսկապես շատ խաղ կառուցող ֆուտբոլիստ է Արոշանյանը երբ նա չի լինում խաղադաշտում արդեն դաշտի միջին հատվածում զգացվում է նրա բացակայությունը հիմա արդեն դա կարծում եմ մենք Չենք տեստի չենք զգա այդ բացակայությունը կարելի ասել քանի որ նա արդեն խաղադաշտում է եւ բնականաբար անելու է հնարավորինս դուրս է եկել այո գնդակը դաշտի սահմաններից ու եզից պետք է նետեն Էվերտոնի ֆուտբոլիստերը Մանուկ Մուրադյան բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը այո մի փոքր այսպես ասած խառը ֆուտբոլն հիմա դիտում խաղադաշտում հախորն իհարկե սխալներով երկու թիմերն էլ առայժմ այն ֆուտբոլը չեն մատուցում որը մենք իհարկե կանխատեսում ենք բայց մեկ ակնթարթ է իսկապես թե Էվերտոնին թե Վոթֆորդին անհրաժեշտ նման ֆուտբոլ մեզ ցուցադրելու համար Մանուկյան դեպի Էկտուբարյանը եւս մեկ փոխանցում բայց այստեղ արդեն Ռևիկ Եղիազարյանն էր ով կանգնեց այս գնդակի ճանապարհին Փոխանցման փորձ, բայց այստեղ կրկին Էկտուբարյանն էր ուղարկեց գնդակը Արոշանյանին Եվս մեկ փոխանցում Պողոսյանն էր այստեղ հայտնվել հարվածային դիրքում, այո կարող է նույնիսկ չդիպչել գնդակին ու կարծում եմ դա ավելի վտանգավոր կստացվի այս իրավիճակում, եթե փակեր պարզապես դարպասապայի տեսադաշտը, բայց ամեն դեպքում հարվածեց ու բարձր ստացվեց այս հարվածը Անտոնյան չհասավ գնդակը Մուրադյանին ու հիմա նորից հակագրոհում է Վոթֆորդը Գևորգ Արոշանյան ներվից հարված ու Վարդանյան այստեղ կարողանում է հեռացնել գնդակը կտեսնենք արդեն անկյունային հարված որը կիրականացնեն Վոթֆորդի ֆուտբոլիստները Եսայանն է իրականացնելու անկյունայինը բարձից փոխանցում վտանգավորելու այստեղ Եվս մեկ հարված տեսանք, բայց կողքից գնդակը դիպավ ցանցին, եթե չեմ սխալվում կրկին Պողոսյաններ այո հայտնվել հարվածային գոտում, եթե այնտեղ առաջին փոխանցման կամ գուցե հենց հարվածի ճանապարհին կանգնեց Էվերտոնի ֆուտբոլիստ Յուրի Հակոբյանը, երկրորդ հարվածը Պողոսյանի մոտ չստացվեց Վարդանյան ու այստեղ արդեն Պողոսյանը գնաց գնդակի խլման եւ շատ մոտ էր այդ ամենին պարզապես Գնդակը այսպես ասած կրկին վերադարձավ Վարդանյանի մոտ հիմա նետում դեպի Անտոնյանը, բայց արագորեն էլ գնդակը նորից կորցնում է Էվերտոնը Վոթֆորդն էլ այստեղ միանգամից հարված կատարեց, Եսայանը հայտնվեց կրկին հարվածային գոտում, բայց այս անգամ հարվածը Եսայանի մոտ բարձր ստացվեց, Ռևիկ Եղիազարյան Բարձից փոխանցում դեպի Միքայել Պողոսյանը, բայց Նայիրի Պետրոսյանը առաջինը արձագանքեց գնդակի Եղիազարյան, կրկին Պետրոսյան Ուղարկեց Արոշանյանին, ստացավ պատասխան փոխանցում ու դեպի Եսայանը կրկին Արոշանյան եւ կա աչից Պողոսյանի տարբերակը լավն էր այս փոխանցումը Պողոսյան եւս մեկ փոխանցում, բայց արդեն ուժեղ ստացվեց Պողոսյանի կատարած այս փոխանցումը ու
Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո, տեսեք մեկ ակնթարթ է անհրաժեշտ։ Իհարկե այս դեպքում դա մենք տեսանք Watford-ի ֆուտբոլիստների գործողություններում արագ հակագրող կազմակերպելու։ Նույն իհարկե Everton-ը շատ հանգիստ կարող է անել, Մուրադյանն է արագանում աջ եզրով։ Ինտել հարվածում է ու այո, վաստակեց այս իրավիճակում լավագույնս Մուրադյանը, անկյունային հարված, որը կիրականացնի Everton-ը, արդեն կարելի ասել շատ սուր է Մուրադյանի անկյունը ու պարզապես դադար պայելը անիմաստ կլիներ, այստեղ կկորցներ գնդակը Մուրադյանը եւ ամենախելամիտ տարբերակը ընտրեց Եղիազարյան, ուղարկում է գնդակը Պողոսյանին, կա փոխանցում դեպի Յուրի Հակոբյանը, բայց այստեղ Պետրոսյանը առաջին արձագանքեց գնդակին, ինչը այստեղ չկա կանոնների խախտում, ոչ մաքուր գործողություն է տեղի ունեցել Պողոսյանի դեմ պայքարում, Միքայել Պողոսյան դեպի Անտոնյանը, Հերվից գուցե փորձի Անտոնյանը այդպես էլ արեց ու Խաչատրյանը այստեղ միջամտում է Անտոնյանի հարվածին, այո, հեշտ հարված ամեն դեպքում չստացվեց դարպասապայի համար այստեղ Անտոնյանի կատարած հարվածը։ Ու կրկին անկյունային է իրականացնելու Everton-ը, Միքայել Պողոսյանն է հիմա էլ գնդակի մոտ նա կիրացնի անկյունայինը և տեսնենք այս փորձը Պողոսյանը ինչպես է ստացվում, կա փոխանցումը վտանգավոր իրավիճակ է, բայց կարողացան հեռացնել Watford-ի պաշտպանները, գնդակը չի ավարտվել Everton-ի գրոհ, հիմա ավարտված է ու հակագրոհում է Watford-ը, Մանուկյան նաև կատարեց այստեղ փոխանցում, բայց արդեն Մանուկ Մուրադյանը տեսեք որտեղ է նահանջել ու կարողացավ շատ ճիշտ պահին պարզել ոտքը ու թույլ չտալ փոխանցումը հասնի հասցեատիրոջ այնպես ինչպես կատարել էր Մանուկյանը խախտեց Հակոբյանը խաղի կանոնները և պետք է գնդակը լինի Watford-ին, այո, Արագոնը խաղարկում է Պողոսյանը Երանոսյանի հետ, գնդակը դեպի ձախեզրը Մանուկյանի ուղղությամբ, Գևորգ Կարուշանյան, շատ լավ նկատեց այստեղ Պողոսյանին, բայց փոխանցմանը ավելի շուտ արձագանքեց Everton-ի ֆուտբոլիստ Յուրի Հակոբյանը, իսկ այստեղ հեռացված է գնդակը պարզապես առաջ Երանոսյանն է։ Դիել գնդակին ու խորքից սկսում է Watford-ի ևս մեկ գրոհ կատարելու փորձ, այսպես ասեմ, Արուշանյան դեպի Մանուկյանը, կրկին Արուշանյան, շատ հանգիստ ֆուտբոլ է այս րոպեներին իսկապես ընթանում խաղադաշտում, թիմերը փորձում են առաջին հերթին իհարկե չսխալվել, բայց հիմա դիպավ այո Վարդանյանը գնդակին, այո թված տպավորություն այնպես էր, որ գնդակը կորցրեց Watford այս փոխանցումով, բայց ամեն դեպքում Վարդանյանը դիպել էր գնդակին ու շեղել էր գնդակի ուղղությունը և անկյունային է հիմա իրականացնելու Watford-ը, Եսայան կա փոխանցում, Եղիազարյանն առաջինն է այստեղ տիրում գնդակին, գուցե հակագրոհ է Everton-ը, բայց ոչ արդեն Watford-ը շատ լավ հասցրել է վերադասավորվել, կա փոխանցում դեպի Միքայել Պողոսյանը, բայց Միքայել Երանոսյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, Արուշանյան Եսայան լավն էր պատխաղարկումը, բայց Հակոբյանը հեռացնում է գնդակը, այո եթե թույլ տար Հակոբյանը հարվածել այստեղ Արուշանյանին, ապա բարդ է ասել, թե Արուշանյանի հարվածը ինչպես կավարտվեր այս դրվագում, դա տեղի չունեցավ, հիմա եզից կնետի Եսայանը երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ Յուրի Հակոբյանը հեռացեց, բայց արդեն կար խաղի կանոնների խախտում Հակոբյանին դեմ պայքարում, այո, թիկունքից հրում էին Հակոբյանին և Վարդանյանը տեղադրեց գնդակ ու արագ խաղարկեց Մուրադյանի հետ Մուրադյան, տեսնեք իր որոշում է կայացնելու Մուրադյանը դեպի Անդրանիկ Պողոսյանն է ուղարկում գնդակը բայց այստեղ Արուշանյանը նահանջեց ու շատ հաջող գնդակի խլում իրականացեց և հիմա կարող է հակագրոհել Watford-ը, բայց գցեցին այստեղ գրոհի տեմպը, հակագրոհի տեմպը, այսպես ասենք ու ամեն դեպքում չստացվեց նոր գրոհ կառուցել, իսկ հիմա Everton-ը դա կարող է անել, Մուրադյան գուցե անհատական վարպետությունը գործի դնի, բայց եթե անցներ Երանոսյանին նոր կհայտնվեր հարվածային դիրքում, իսկ Երանոսյանը շատ լավ պաշտպանվեց այստեղ ուղարկեց գնդակը Եսայանին ու արդեն դուբլ Եսայանից 2-0 Watford-ը կրկնապատկում է իր առավելությունը։ 2-0 այո Եսայանի հարվածը շատ լավ ստացվեց դեպի հեռավոր անկյունը ու արդեն Վարդանյանը
չհասավ այս գնդակ ինչ կարողացավ ոչ մի կերպ արձագանքել իսկապես Խաղակեսի վերջում ասում լավ առավելություն է ստանում Watford-ը եթե հիմա էլ Արուշանյանը խփել երրորդ գնդակը ապա շատ ծանր իրավիճակում կհայտնվել Էվերտոնը առանց այն էլ բարդ է Էվերտոնի տեսանկյուն այս րոպեներին խաղադաշտում բայց պետք է փորձել որևէ բան առաջարկել Մուրադյան Շատ լավ էր մտածել Մուրադյան ու այստեղ վերջի պահին միայն փակեցին գնդակի ճանապարհը եւս մեկ գրո եւս մեկ փոխանցում ու Մանուկյանն է հիմա էլ փակում Մուրադյանի փոխանցումը այո ինչ է կատարվում խաղադաշտում Հակոբյանը հաստրեց այստեղ փակել գնդակը ու թույլ չտալ հակագրո ստացվի Watford-ի դա ստացվում է Էվերտոնի մոտ ու Մուրադյանի կրակոցը բայց բարից բուն իմաստով այստեղ կրակոց ստացվեց այո եթե հայտվեր գնդակը ցանցում ապա Շքեղ գոլ կտեսնենք, շատ բարձից հարվածեց Մուրադյանը, կար վարկած այո, որ հորիզոնական դարպասաձողից կարող է անդրադառնալ գնդակու հայտվել ցանցում, բայց այս իրավիճակում ուժեղ ստացվեց Մուրադյանի փորձը Պողոսյան Եվս մեկ փոխանցում ու արդեն հիմա էլ Սիմոնյանն է գրավում դարպասը 3-0 3-0 այո հիմա էլ Կարեն Սիմոնյանն է գրավում դարպասը ու արդեն Խաղակեսի վերջում ասում բավական մեծացնում է Watford-ի առավելությունը դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից այո այստեղ չկողմնորոշվեցին ֆուտբոլիստները եւ արդյունքում գնդակը բաժին հասավ Watford-ին Մանուկյան Արուշանյան դեպի աջ եզր Պողոսյան այո շատ լավ ստացվեց երրորդ գոլի ժամանակ Պողոսյանի կատարած փոխանցումը հետ ուղարկեց հիմա Արուշանյանին Ցածից փոխանցում Սիմոնյանի ուղղությամբ վտանգավոր գրո է կրկին Էվերտոնի կողմից Արուշանյան ներողություն Watford-ի կողմից այո շատ նման ֆուտբոլ են մատուցում հիմա երկու թիմերը մեզ ու դա է միայն պատճառը որ իսկապես մի փոքր խառնաշփոթ է առաջանում երբ թիմերից որևէ մեկը գրո է անցկացնում իսկ հիմա արդեն Պողոսյանի անցումը չստացվեց Եղիազարյան այո հիմա Եղիազարյանն արդեն տեղ զբաղեցել դարպասում Մանուկ Մուրադյան հետ է ուղարկում գնդակը կրկին Եղիազարյանին Յուրի Հակոբյանին է ուղարկում գնդակը այստեղ Եղիազարյանը դեպի կենտրոն Անդրանիկ Պողոսյան Անտոնյան Գրում է աստիճանաբար Էվերտոնը աջ եզրը տեղափոխեցին գնդակը փոխանցումը լավն էր Մուրադյանի կատարած ու այստեղ չհասավ Պողոսյանը եզրափակելու համար այն եւ հարված կլինի Watford-ի դարպասից Երանոսյան դեպի աջ է հասցեալվում գնդակը Երանոսյանը Պողոսյանն է այստեղ առաջանում Վերջին գրող կարծում եմ առաջի խաղակեսիկ իրականացնում Watford-ի ֆուտբոլիստները Մանուկյան հարված ու այստեղ արդեն Եղիազարյանը փրկում է Էվերտոնի 4 գնդակը բաց թողնելուց բավական բարդ հարված կատարեց Մանուկյան ու վերջի պահին միայն Եղիազարյանը կարողացավ կրալ գնդակի ուղղությունը, բայց ամեն դեպքում անկյունայինը թույլ կտա մրցավարը իրականացնին Watford-ը ուտեսնենք այս անկյունային ինչ կտա Watford-ին կա փոխանցում ու ոչ ոք եզրափակեց այս իրավիճակում եւ առաջի կեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-0 հաղթում է Watford-ը կարճ դադար որից հետո կշարունակենք Ֆուտբոլասեր բարեկամներ մենք վերադառնում ենք միասին Watford-Everton հանդիպման երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո եռակի առավելություն ունի խաղադաշտում Watford-Everton-ի նկատմամբ ու արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կառաջարկեն թիմերը մեզ Այստեղ Հակոբյանը լավ պաշտպանվեց դեպի Պողոսյանն է ուղարկում գնդակ ու Էվերտոնը կանցկացի երկրորդ խաղակեսում իր առաջին գրով, բայց այստեղ Պողոսյանի առաջ խաղացման ճանապարհը փակվեց եւ հիմա եկեք քանի դեռ իհարկե հանդիպան լարվածությունը չի հասել գնալով գագաթնակետին ծանոթանանք եւս մեկ անգամ վերիշենք ավելի ճիշտ կլինի ասել մրցող թիմերի հայտարարությունները եւ սկսենք Watford-ից Լևոն Խաչատրյանը Պաշտպանում է Watford-ի դարպասը համար 1
Նայիրի Պետրոսյան համար 2, Հմայակ Աթայան համար 3, Գևորգ Արոշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Արամ Եսայան համար 11, Միքայել Երանոսյան համար 15, Արմեն Մանուկյան համար 21, Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Էկտուբարյան համար 49։ Մանուկյան ձախ եզրում է Մանուկյանը ցածից փոխանցում, բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակ Էվերտոնի ֆուտբոլիստները, չնայած որ երկրորդ տեմպով է Վոտֆորդը գրոհում, Գևորգ Արուշանյան ցածից փոխանցում Եսայան ու կարող էր հեկտրիկի հեղինակ դառնալ Արամ Եսայան այս իրավիճակում, բայց հարվածը շեղությամբ ստացվեց։ Էվերտոն Ռևիկ Եղիազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Յուրի Հակոբյան համար 8, Մանուկ Մուրադյանը համար 9, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23 եւ Ռաֆայել Վարդանյան համար 77։ Այո, այսօր հիմնական դարպասապահ Էվերտոնի ներկա չէ այս հանդիպանը, այդ իսկ պատճառով ես առաջին խաղակեսում հայտարարությունները ծանոթացնելիս նշեցի դարպասում Ռաֆայել Վարդանյանն, իսկ հիմա դարպասապահի փոփոխություն տեղի ունեցավ եւ Ռևիկ Եղիազարյանն է պաշտպանում Էվերտոնի դարպասը։ Իսկ Վարդանյանը արդեն խաղադաշտում է։ Հակոբյան կատարեց այստեղ փոխանցում, բայց հերուն գնաց գնդակը չկար Էվերտոնի ոչ մի ֆուտբոլիստ այս իրավիճակում ու Վոտֆորդը աջ եզրով արդեն փորձում է գրոհի հասնել Նայիրի Պետրոսյան, հետ ուղարկեց Արուշանյանին գնդակը։ Շատ լավներ փոխանցումը դեպի Եսայանը, Եսայան գնդակի տեղափոխություն դեպի ձախ շատ լավ նկատեց։ Այստեղ Մանուկյանին ու կատարեց այս փոխանցումը, եւս մեկ փոխանցում, բայց այստեղ Անդրանիկ Պողոսյանն էր առաջինը գնդակին արձագանքելու գործում եւ հիմա հակագրոհում Էվերտոնը Մուրադյան ձախից կա Պողոսյանը, Մուրադյան ու չանցավ այս փոխանցումը։ Անտոնյանն է վայակագնում գնդակի Էվերտոնի ֆուտբոլիստների համար, չի ավարտվել Էվերտոնի գրոհ այսքանով Միքայել Պողոսյան հետ ուղարկեց կրկին Անտոնյանին։ Եվս մեկ փոխանցում դեպի Դուգանային հրապարակ, այստեղ էլ փակեց Մանուկյանը, եթե չեմ սխալվում, գնդակի ճանապարհը։ Երրորդ տեմպով է Էվերտոնը գրոհում, Մուրադյան աջ եզրում է Մուրադյանը, սա փոխանցում էր ով է արձագանքում գնդակին, ոչ ոք այստեղ միայն Վոտֆորդի ֆուտբոլիստ Մանուկյանն է, բայց գնդակի կորուստ Եվ հենց Մանուկյանն այո խախտել խաղի կանոնները այս իրավիճակում ու ստանդարտ է իրականացնելու Էվերտոնը բավական վտանգավոր գոթում, այո, եթե հիմա ստացվի Էվերտոնի մոտ մեկ գնդակ ետ բերել, ապա կարելի ավելի մասին մտածել, իհարկե վստահ եմ, որ Էվերտոնը հենց այդ մտքով է հիմա խաղադաշտում, փորձում են ոչ միայն մեկը, այլ նաև երկուսը, երեքը ետ բերել, բայց պետք է այդ ամենի համար նախ առաջինը կարողանալ հեղինակել Վարդանյան Տուգանային իրականացված է ու չհայտվեց այստեղ գնդակը ցանցում ոչ հորիզոնական դարպասածողը եկավ Վոտֆորդին այս իրավիճակում օգնության իսկապես թնդանոթային հարված կատարեց Վարդանյանը Մուրադյան գուցե հիմա որևէ բան ստացվի Մուրադյան ու մի փոքր էլ շեղությամբ ստացվեց Մուրադյանի կատարած հարվածը բայց եղավ անդրադարձ ու անկյունային ամեն դեպքում Էվերտոնը այս իրավիճակում վաստակում է Եվ տեսնենք անկյունային ինչ է տալու Էվերտոնին արագ գնդակի խաղարկում Անտոնյան հետ ուղարկեց Յուրի Հակոբյանին դեպի Ռևիկ Եղիազարյանը տեսեք որտեղ է հասել Եղիազարյանը ու ինչ հարված է կատարում բայց բարձր ստացվեց այս պահին Էվերտոնի դարպասապահի կատարած հարվածը ու Խաչատրյանը հանգիստ տեղադրում է գնդակը նոր ուղարկում Երանոսյանին դեպի Մանուկյանը փոխանցում տեսանք Միքայել Երանոսյանից նորից գրոհում է Վոտֆորդը Արուշանյան դեպի աջ ուղարկեց Էկտուբարյանն այստեղ է մի փոքր անհաջող ընդունեց գնդակը հարվածել չստացվեց այստեղ անկեղծ ասած Էկտուբարյանի մոտ այո շեղությամբ ստացվեց լավ չընդունեց գնդակը կարելի է ասել հետո էլ չնստեց գնդակը ոտքին Գևորգ Արուշանյան գուցե եկել հարվածի ոչ այստեղ Եսայանին է ուղարկում բայց պատասխան փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց ու Էվերտոնը այս իրավիճակում վտանգը կարելի ասել չեզոքացեց Վարդանյան դեպի Պողոսյանը, բայց այստեղ Պողոսյանը սայթակեց այո շատ լավն էր Վարդանյանի կատարած փոխանցումը եթե Միքայել Պողոսյանը հաջող ընդուներ գնդակ ապա պատկերացնում եք ինչ տարբերակներ ուներ երկուսը մեկի դիմաց էին մնացել
Էվերտոնի հարձակվողները Վոտֆորդի պաշտպան Երանոսյանի դիմաց ու ինչի կարող է վերածվել այդ հակագրոհը։ Անկեղծ ասած, այս անցած մի քանի րոպեների ընթացքում երկրորդ խաղակեսի Էվերտոնը ընդհանուր առմամբ ավելի լավ տեսք ունի, քան ամբողջ առաջի խաղակեսում է։ Այո, հիմա գրոհում է Էվերտոնը, գրոհներ իրականացնում է Էվերտոնը, փորձում է եզրափակել այդ գրոհները, ինչը մենք չտեսանք առաջի խաղակեսում։ Այն Էվերտոնից ով հաղթեց Սիթիին 3-2 հաշվով, շատ բարդ խաղում Մուրադյանն է գնդակով։ Դեպի Պողոսյանը հաջող ընդունեցի այս դեպքում արդեն Պողոսյանը գնդակը, տեսնենք ինչ անունակություն կմտածի։ Պողոսյան դեպի ձախ տարավ գնդակը եւ սա խաղի կանոնների խախտում էր ու դեղին քարտ անկասկած Նայիրի Պետրոսյանին շատ կոպիտ խախտում իրականացեց Պետրոսյանը այս իրավիճակում։ Եվ իհարկե դեղին քարտը անխուսափելի է արդեն այս խախտման համար։ Ու նորից ստանդարտ գրեթե այն դիրքում, ինչը քիչ առաջ նշանակվեց, որտեղից շատ լավ հարվածեց Վարդանյանը ու հորիզոնական դարպասաձողից միայն եղավ անհադարձ։ Եվ հիմա գուցե երկրորդ փորձից Վարդանյանի մոտ ստացվի, եթե նա կկատարի իհարկե հարվածը։ Ունի Էվերտոնը կատարողներ իսկապես իր կազմում, մի քանի կատարողներ, ովքեր կարող են նմանատիպ տարածությունից գրավել դարպասը շատ լավ ու դիպուկ կատարած հարվածով։ Ու տեսնենք ստանդարտը, Ռաֆայել Վարդանյանն է գնդակի մոտ, ամեն ինչ կարգին է Միքայել Պողոսյանի հետ, դա ամենակարևորն է այս իրավիճակում եւ տեսնենք արդեն ստանդարտը ինչի կվերածի Էվերտոնը, իսկապես ամեն դրվագ շատ վճռորոշ կարող է լինել, եթե խփի հիմա մեկը Էվերտոնը, ապա ամեն ինչ արջևում է, կա մրցավարի սուլիչը Վարդանյանի այս փորձը տեսնենք, Ռաֆայել Վարդանյան ու հիմա էլ պաշտպանն է կանգնում գնդակի ճանապարհին, բայց վրա ասած Պողոսյանը գրավում է այս իրավիճակում դարպասը 3-1 դարձնելով հանդիպման հաշիվը։ Միքայել Պողոսյան 3-1, այո, Պողոսյանը վաստակեց այս տուգանայինը, Վարդանյանը կատարեց հարվածը, բայց անդրադարձից հետո ամենաարագը Վոտֆորդի տուգանայինի մատույցներում կողմնորոշվեց հենց Միքայել Պողոսյանը ու գրավեց դարպաս, այո, ինչի մասին խոսում ենք, մեկ գնդակ եթե ստացվի Էվերտոնի մոտ խփել, ապա ամեն ինչ դեռ արջևում է ու կա բավական խաղաժամանակ այս հանդիպման ավարտին, այո, այնպես որ հիմա արդեն Էվերտոնը այլ տրամադրվածությամբ խաղադրանում երկու կարծիք լինել չի կարող, հարված կլինի հիմա Եղիազարյանի պաշտպանած դարպասից արդեն կարելի ասել փորձում են Էվերտոնի ֆուտբոլիստները խաղը վերցնել իրենց տրամադրության տակ եւ խաղալ առաջին համարով։ Այս ընթացքում փոփոխություն է տեղի ունենում Վոտֆորդի կազմում ու Էկտուբարյանի փոխարեն Պողոսյանն է վերադառնում խաղադաշտ, Եղիազարյան գլորեց գնդակը Անդրանիկ Պողոսյանի ուղղությամբ դեպի կենտրոն Վարդանյանն է այստեղ Լավն էր փոխանցումը դեպի Անտոնյանը, դեպի Մուրադյանն էլ լավ փոխանցում կատարեց Անտոնյանը ու Մուրադյանի հարվածը եւ այստեղ Խաչատրյանն է փրկում Վոտֆորդին, այո ինչ հակագրոհ ստացեց Էվերտոնի կողմից ու եթե հիմա կարողանար Մուրադյանը դառնալ գոլի հեղինակ, ապա պատկերացնում եք ինչ վերջնամաս կստացվել այս պայից սկսած իհարկե Գևորգ Արուշանյանն հակագրոհում է հիմա Վոտֆորդը, բայց Արուշանյանի հարվածը շեղությամբ ստացվեց, այո ունեն մի քանի տարբերակ որոշեց ինքը եզրափակելու այսպես ստացվեց հարվածը Եղիազարյան լավն էր փոխանցումը Մուրադյանի ուղղությամբ Պայեց, այո, պայել է գնդակը Մուրադյանը դեպի Անտոնյանը կա Վարդանյանը ստացավ Ռաֆայել Վարդանյանը գնդակը գուցե հարվածի այդպես էլ արեց փակվեց գնդակի ճանապարհից երկրորդ փորձը Վարդանյանի մոտ չստացվեց Եղիազարյանն ուղարկում է գնդակը Պողոսյանի ուղղությամբ Եվ այո, անկյունային վաստակեց Վոտֆորդը այստեղ պրեսինգի շնորհիվ իսկապես շատ լավ դասավորվեցին Վոտֆորդի ֆուտբոլիստները ու կարողացան այս անկյունայինը կորզել այս իրավիճակում Սիմոնյան հարված ու այստեղ արդեն շեղությամբ է ստացվում Սիմոնյանի փորձը Այո, հակագրոհներ ստացվելու են Էվերտոնի դարպասի ուղղությամբ հակագրոհի բնականաբար Վոտֆորդը կփորձի անել հնարավորինս Էվերտոնի իհարկե պարտությունից խուսափելու համար այս խաղում, բայց այն բացերը, որոնք առաջանում են Էվերտոնի հակագրոհների ժամանակ պաշտպանությունում իհարկե անխուսափելի է լինելու, քանի որ Էվերտոնը կարելի ասել չունի կորցնելու ոչ մի բան, պետք է գնալ առաջ ու փորձել փրկել հանդիպումը, կպարտվեն 3-4-5-1-ական տարբերություն չկա, բայց ահա այսպիսի գրոհներով կարող է ստացվի Էվերտոնի մոտ ու հիմա եւս մեկ անգամ մոտ էին երկրորդ գնդակը խփելուն Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց Խաչատրյանը կարողացավ ֆիքսել այս իրավիճակում գնդակը Գևորգ Արուշանյան
Միայնակ է գնդակով Արուշանյանը լաններ փոխանցումը դեպի Նայիրի Պետրոսյանի ուղղությամբ, տեսնենք Պետրոսյանի շարունակությունը ինչպես կլինի, դեպի Արուշանյանն ու փրկվում է հիմա արդեն Էվերտոնը վերահաս գոլից Արուշանյանը շատ տպաստավոր դիրքից վրիպեց, հիմա շատ քիչ անգամներ կարող ենք տեսնել, երբ Արուշանյանը վրիպում է ու այս դրվագը հենց այդ վրիպումներից մեկն է ստացում, այո, եթե ուղարկեր գնդակը դարպաս ու վերականգներ 3 գնդակի առավելությունը, ապա իհարկե արդեն Էվերտոնը կկանգներ այն խնդրի առաջ, ինչը ուներ միջև գնդակ հեղինակելը, բայց հիմա արդեն փրկվեց Էվերտոնը ու հիմա Էվերտոնը պետք է իհարկե ավելի շահագրգռված լինի գրո իրականացնելով Երանոսյան լավ կասեցեց այստեղ մրցակցի գրոյի ճանապարհը, այո, եթե անցնել այս փոխանցումը Վարդանյանին, ապա շատ վտանգավոր է ստացվում, իսկ հիմա Վոտֆորդի պատասխանը Արուշանյանը ձախ եզնում է արդեն կա փոխանցում, բայց Մուրադյանը պաշտպանության կենտրոնում էր եւ տեսեք 4-3-ի դիմաց հակագրոհում է Էվերտոնը, Անտոնյան հերմից հարված ու շեղությամբ է ստացվում հիմա էլ Անտոնյանի հարվածը, բայց ինչու այսպեսի տարբերակ ընտրեց Անտոնյանը կար թե աչից Վարդանյանի տարբերակը, թե ձախից, թե Միքայել Պողոսյանի, թե Մանուկ Մուրադյանի տարբերակը 3 առնվազն տարբերակ ես նշեցի, որ ուներ այս դրվագում Արամ Անտոնյան այս հարվածը չկատարելու համար, բայց որոշեց հեռվից եզրափակել, իհարկե, եթե դիպուկ ստացվեր Անտոնյանի հարված ու գնդակը հայտնվեր ցանցում, այս ամենի բնականաբար այսպես չէինք ասի, բայց քանի որ ամեն գրո, ամեն հակագրո շատ կարևոր ու թանկ է ստացվում այս պայից սկսած Էվերտոնի համար, քանի որ ամեն իհարկե րոպեն կարելի ասել ոսկու արժեք ունի այս պայից սկսած պարտությունից խուսափելու համար այս խաղում, այս դրվագի իսկապես կարելի է որպես անհաջողություն վերնակրել Էվերտոնի համար, բայց հիմա եւս մեկը Մուրադյան ուղարկեց Պողոսյանին, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը եւ ակրկին Վոտֆորդը գնդակով Արուշանյան, այո, եւ Վոտֆորդը խլում է գնդակ ու անցնում է գրոյի, երևում է զգալիորեն Էվերտոնի պաշտպանությունը բացերը մինչև իհարկե հասնում են Էվերտոնի ֆուտբոլիստները վերադասավորվել, քանի որ գրո իրականացնելու պայն Էվերտոնը գրեթե ողջ կազմով բացառությամբ 1-2 ֆուտբոլիստի նետվում է առաջ։ Այսպես այո պետք է այսօրվա խաղում այս խուսափի պարտությունից Էվերտոնը ու տեսնենք արդյոք հաջողությունը կժպտա Էվերտոնին գոնե եւս մեկը հեղինակելու կրակոտ վերջնամաս մեզ խոստանալու համար, թե ամեն դեպքում Վոտֆորդը ավելի ուժեղ կգտնվի կա անկյունայինից փոխանցումը եւ հիմա դարպասածողն է նորից օգտում Վոտֆորդին այս իրավիճակում ներողություն Էվերտոնին այս իրավիճակում իսկ հիմա Մուրադյանն է պրեսինգի գնացել, բայց Երանոսյանը շատ հաջող պաշտպանվեց այստեղ, այո Մանուկյան Հիմա մի փոքր ընկավ իհարկե հանդիպան տեմպը դա հասկանալի է Վոտֆորդը բնականաբար չի ցանկանում բարձր տեմպ առաջարկել ախնդրեմ այդ ամենը եղավ Մուրադյան ճճեղ գոլ 3-2 այո Էվերտոնը հասցնում է տարբերությունը նվազագույնի այս գոլով Մուրադյան 3-2 թված պիպա, որ արդեն հարված կատարելու հնարավորությունը կորցրեց Մուրադյան ու ձախ ոտքով ստիպված պետք է հարվածի, բայց ախնդրեմ, եթե չեմ սխալվում, հենց ձախ ոտքով գնդակը ուղարկեց մրցակցի դարպասապայի վրայով, այնպես դարպասը, որ ոչ ոք ոչինչ այստեղ հասցնել արդեն չէր կարող։ Հիմա Սիմոնյանն է հարվածային գոտում եւ հաջորդ իսկ գրոյի ժամանակ Վոտֆորդը կրկին 2 գնդակի տարբերությունը վերականգնում է 4-2 դարձելով հանդիպան հաշիվը։ 4-2 այո, կրկին 2 գնդակի տարբերությունը վերականգնված է այս խաղում շատ ժամանակ չպահանջվեց Վոտֆորդից երկրորդ բաստողացը ետ բերելու համար ու նորից 2 գնդակի առավելություն ունի Վոտֆորդը խաղադաշտում հիմա նորից կարելի ասել նույն խնդրի առաջ է կանգնել Էվերտոնի ինչ ընդամենը 1-2 րոպե առաջ էր հիմա Պողոսյանի հարվածը վտանգավոր էր բայց նպատակին չծառայեց ու նորից հակագրում է Վոտֆորդը Գևորգ Արուշանյան հարված ու այստեղից խաղը կեր Պողոսյանը խանգարեց եւ հիմա նորից հակագրում է Էվերտոնը Անտոնյան որքա բարձր է հանդիպան դեպը Մուրադյան Լաններ փոխանցումը եւ 11 մետրանոց է վաստակում Էվերտոնը այս իրավիճակում այո ձեռքով խաղ այսեղ կար ու մրցավարը շատ ակնհայտ ցույց է տալիս 11 մետրանոց նշակետը այսպիսի շանս է ստանում հիմա Էվերտոնը նորից հանդիպան հաշիվը կրճատելու համար
ու տեսնենք, կարծես Մանուկ Մուրադյանն է տեղադրել գնդակը, նա է պատրաստվում հարվածը իրականացնել, եթե գրավի դարպաս ու դուբլ գրանցի անվան դիմաց Մուրադյանը, ապա նորից մեկ գնդակ է պակաս լինելու, պակասելու Էվերտոնին հաշվի հավասարությունը վերականգնելու համար, տեսեք Մուրադյանի փորձը ինչպես կստացվի, նա լավ է իրականացնում 11 մետրանոց հարվածները։ Շատ լարված իրավիճակ է իսկապես կա, մրցավարի Սուլիչը Մուրադյանը մոտենում է գնդակին, Մուրադյան հարված ու անկասելի հարված էր, 4-3 նորից մեկ գնդակ է հարկավոր Էվերտոնի խաղ վերադառնալու համար։ Այո, շատ լավ 11 մետրանոց հարված կատարեց Մուրադյանը, այստեղ շանս չտվեց նույնիսկ դարպասապայինով կռահել էր անկյունը հասնելու գնդակին ու 4-3 այո, մեկ գնդակ է անհրաժեշտ նորից Էվերտոնին արդեն այս անգամ ավելի մոտ են այդ մեկ գնդակին ու հաշվի հավասարությունը վերականգնելու, ինչ վերջամ ասենք, տեսնում իմը չի ստացվում Պողոսյանի հարվածը եւ ախնդրեմ Վոտֆորդի ոճով, այսպես ասած, երկրորդ անգամ կարող էր գոլ հեղինակել, այո, Էվերտոնը խփում է մեկ գնդակ ու հասնում տարբերությունը նվազագույնի եւ անմիջապես հաջորդ գրով վտանգավոր է ստացվում Էվերտոնի դարպասի ուղղությամբ։ Հիմա արդեն Էվերտոնը պետք է ավելի զգուշավոր խաղա։ Վարդանյան փոխանցում առաջ այստեղ փակվեց գնդակի ճանապարհը, Մանուկյանն էլ ուղարկում է գնդակը Սիմոնյանին։ Դեպի կենտրոն Վարդանյանը իհարկե առաջինը կլիներ այստեղ։ Արուշանյան Դեպի Պողոսյանը, դեպի Սիմոնյանն էլ ուղարկեց գնդակը Պողոսյանը, Եսայան իհարկե լավ էր մտածել Եսայանը ամեն ինչ իդեալական էր, բայց արդեն դարպասածողից էլ ավելի դեպի դաշտի դուրս իրավիճակում էր թիկունքով դարպասին Եսայան ու այստեղ գնդակը բաց թողնելուց հետո շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից Անտոնյան Բարձից փոխանցում, լավներ մտահաղացումը, եթե իհարկե հասներ գնդակը Մուրադյանին, ապա շքեղագույն փոխանցման ականատեսը կլինեինք մենք, բայց չստացվեց այս իրավիճակում։ Այո, իսկապես մենք հիմա դիտում ենք այն ֆուտբոլը, որը ցանկանում ենք դիտել հանդիպան մեկտարկից, բայց դա տեղի չունեցավ եւ հիմա էլ տեսեք սխալ պարզ իրավիճակում ու անկյունային վաստակում է Էվերտոնը, այո, այն ֆուտբոլն ենք ցանկանում դիտել, ինչը հիմա ենք մենք տեսնում խաղադաշտում, բայց ոչ առաջին րոպեից իհարկե միայն երկրորդ խաղակեսում արտացան թիմեր ու այդպիսի ֆուտբոլ են առաջարկում մեզ Միքայել Պողոսյան, կա փոխանցումը Մուրադյան ու հիմա հետրիկից Մուրադյանի սանտիմետրեր բաժանեցին գնդակը դարպասն ուղարկելու համար, միայնակ էր մնացել Մանուկ Մուրադյան ու ոչ ոք նրան չխանգարեց այստեղ հարված կատարելու գործում, բայց նրա կատարած հարվածը այստեղ տիպուկ չէր։ Եսայան գրոհում է Վոտֆորդը, կա փոխանցում եւ առավելագույնը այո այստեղ վաստակում է Վոտֆորդը։ Հակոբյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Եվ ես կնետիմ։ Եսայանը տեսնենք ինչպեսի փոխանցում է ստացվելու, երկար փոխանցում այն, որ Եսայանն է իրականացնում կանխատեսելի է, բայց այս անգամ հերվից Մանուկյանի փորձը չստացվեց։ Շեղությամբ ընթացավ գնդակը, ևս մեկ փոխանցում դիպավ, այո, Պետրոսյանի ձեռքին գնդակ ու հիմա ստանդարտ է նշանակում մրցավարը Էվերտոնի օգտին, ճիշտ է բավական խորքում է գնդակը, բայց արագորեն տեսեք Մուրադյանը տեղադրեց գնդակ ու խաղարկեց, բայց գնդակը բաժին ասա մրցակցին իհարկե արդեն շտապողականությունը Էվերտոնի գործողություններում զգացվում է տեղը զգացնել կտա մինչև հանդիպան ավարտը 5 րոպե ունեն թիմերը մինչև հանդիպան հիմնական ժամանակի ավարտը այս խաղում հաղթողին, պարտվողին կամ գուցե չպարտվողին որոշելու համար այո մեկ գնդակ ու դիմակայությունը կարող է 4-4 ավարտվել, օրինակ, իհարկե սա որպես, կարող է Վոտֆորդը նույն հաջողությամբ 5-րդը խփելու բոլոր հարցերի պատասխանը տալ, իսկ եթե ֆենոմենալ իրավիճակ չստացվի ու Էվերտոնը, ապա խփի մեկը հետո արդեն իհարկե մտածի հաղթանակի մասին դա այլ սցենար կստացվի այս խաղում, իսկապես այլ ֆուտբոլ պարզապես սպասել չէին կարող, եթե իհարկե դա տեղի ունենա Ինչու եմ խոսում Էվերտոնի տեսանկյունից, քանի որ նրանք էին զիջում 3 գնդակի տարբերությամբ մրցակցին։ Դիներ Վոտֆորդը այդ իրավիճակում կտայինք Վոտֆորդյան իհարկե։ Միքայել Պողոսյան։ Մնաց գնդակով Պողոսյան ուղարկեց Հակոբյանին դեպի կենտրոն Անտոնյան, կա խախտում, բայց գնդակը մնում է Էվերտոնի մոտ Անտոնյան։
Սա հարվածի փորձ եւ անկյունային է վաստակում այստեղ Անտոնյանը, այո, Էվերտոնի համար։ Ոչ, հարված դարպասից նշանակեց մրցավար, այո։ Տպավորությունը այնպիսին էր, որ անկյունային դրոշակն են ցույց տալիս մրցավարը, բայց դա պարզապես թվաց մեզ հիմա խորքից կսկսի Էվերտոնը, Յուրի Հակոբյան շարժվում է առաջ Հակոբյանը, լավն էր փոխանցումը Պողոսյանին, ընդունեց գնդակը Պողոսյանը ու վաստակեց առավել ակույնը, այս իրավիճակում ստանդարտ նորից շատ վտանգավոր դիրքում, այդ դիրքում որտեղ արդեն հարվածեց Ռաֆայել Վարդանյանը առաջի դրվագում ու դարպասածողը եկավ օգնության, այո, գրեթե նույն դիրքը, պարզապես սանտիմետրի տարբերությամբ։ Տեսնենք այս փորձը ինչպես է ստացվելու, չեմ կարող ասել, հիմա կրկին Վարդանյանը կարվածի, թե Պողոսյանը, ոչ, արդեն Պողոսյանն է մնում գնդակի մոտ։ Ու տեսնենք Միքայել Պողոսյանի փորձը ինչպես է ստացվելու, կա մրցավարի սուլիչը Միքայել Պողոսյան, հարվածը նույնպես ու ինչ է այստեղ։ Հիմա պարզապես Վարդանյանը գնդակը դաշտից դուրս հեռացեց, հասկանալու համար ինչ է պատել Վոտֆորդի ֆուտբոլիստ Պողոսյանին, կարծես դենքին հարված ստացավ Պողոսյանը։ Այո, ամեն ինչ կարգին է Պողոսյանի հետ, դա իհարկե այս դրվագում ամենակարևորն էր եւ հիմա խորքից Էվերտոնը սկսում է Գևորգ Կարուշանյան կա, Սիմոնյանի տարբերակ ուղարկեց գնդակը նրան, բայց մի փոքր ուշ ստացվեց փոխանցումը, Սիմոնյան ու փակվում է հարվածի ճանապարհը, Պողոսյանն հեռացեց գնդակը Միքայել Պողոսյանի ուղղությամբ, կարող է Էվերտոնը արագ հակագրոհել, Միքայել Պողոսյան դուրս է եկել, այո։ Դաշտի սահմաններից եւ հիմա Մուրադյանն է նաեւ դեղին քարտ ստանում։ Այո, նաեւ Մանուկ Մուրադյանը ստացավ այս իրավիճակում մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտ ու հիմա արդեն եզից միայն կնետեն Վոտֆորդի ֆուտբոլիստները, կատարված է եզրային նետումը, Վարդանյանը հեռացեց գնդակը, Անտոնյան ու հիմա գուցե հակագրոհ ստացվի, Անտոնյան մի փոքր դադար պայես թողեց գնդակը Պողոսյանին, նորից դեպի Անտոնյանն էլ հասցեագեց Պողոսյանը գնդակը, բայց այստեղ Էկտուբարյանն է լավ գործում, Յուրի Հակոբյան խորքից է հիմա գրոհի հասնելու Էվերտոնը արդեն ձախ եզրով, Անդրանիկ Պողոսյանն է այստեղ, Պողոսյան դեպի Միքայել Պողոսյանը լավ էր փոխանցումը, Պողոսյան 4-4 Էվերտոնը հավասարեցնում է հանդիպան հաշիվը դուբլ նաև Միքայել Պողոսյանից այս խաղում։ Միքայել Պողոսյան 4-4 հաշիվը հավասար է, այո, մարտական ոչ ոքի արդյունքի այս պահին խաղադաշտում, ինչ է անում Էվերտոնը 3-0 պարտվելուց հետո քանակական պակաս լինելով խաղադաշտում եւ դեռ 1 րոպեից մի փոքր ավել կա հանդիպման ավարտին պատկերացնում եք Եթե իհարկե ստացվի Էվերտոնի մոտ այս խաղում հեռանալ խաղադաշտից վաստակած 3 միավորով, սա կլինի ԱՖ-ում իհարկե comeback, հիմա գրոհում է Մուրադյանը Էվերտոնը, այսպես ասենք, այս իրավիճակում վաստակեց եզրային նետման հնարավորություն, Անտոնյան իհարկե եթե Էվերտոնը չպարտվի արդեն իսկ այս խաղում, դա հաղթանակ է միանշանակ Էվերտոնի համար Վոտֆորդի պես մրցակցի դեմ խաղում 3-0-ից վերադառնալ խաղ ու չպարտվել քանակական պակաս լինելով իհարկե մեծ աշխատանք է Գևորգ Կարուշանյան հիմա նորից Վոտֆորդը գրոհում վտանգավոր է ու հարվածը Երանոսյանի շեղությամբ է ստացվում հարված կլինի Ռևիկ Եղեզարյանի դարպասից բայց ոչ մրցավարը դա թույլ չի տալիս դրամատիկ հանդիպումն ավարտված այո 4-4 ավարտվեց այս հանդիպումը Էվերտոնը արեց աննանինը այսպես ասենք այսօրվա խաղում իսկապես Չպարտվել է արդեն բավական ասում եմ այս հանդիպան հետ կապված Էվերտոնի գործողություններում Վոտֆորդին ծափարություններ այս գեղեցիկ հանդիպման համար թե Վոտֆորդը թե Էվերտոնը այսօր մատուցեցին մեզ հիանալի ֆուտբոլ այս հանդիպումն ավարտված է մեզ մոտ կարճ դադար է որից հետո կվերադառնանք